մասին դուք մեզ կայացնեք եւ պատմեք մի փոքր Սուսաննայի եւ ձեր այդպես պայմանավորվածության մասին, ինչպես եղավ, ինքը նախաձեռնեց, որ գաք մարզպետի մոտ հարցը բարձրացնենք շատ հակիրճ, հետո մենք հարցերը տանք։ Իրոք իհարկե որ եթե Չէ, գնա, հետո Ախուրյանը ոնց որ գնալու։ Հա, Ինքնատինեք ինքն է միակը, թե միակ մասնակից։ Այո, այսօրն է։ Հիմա պատմեմ ուրեմն ամբողջ նախագծի մասին եւ պատմեմ, որ շատ ավելի པարզ լինի։ Մենք արդեն մի քանի ամիս է իրականացնում ենք օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը, որի նախաձեռնությունը իմն է եւ ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք համախմբել երիտասարդների, ովքեր ակտիվ են, պատասխանատվություն են փորձում ստանձնել իրենց միջավայրում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ եւ հետաքրքրված են մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերով։ Եվ այս առումով մենք շատ հետաքրքիր ձևաչափով ենք իրականացնում նախաձեռնությունը, որովհետեւ ամբողջ գաղափարն այն է, որ յուրաքանչյուր անգամ ընտրում ենք մի մասնակից մրցութային հիմունքներով, ով իրավունքներին առնչվող որևէ կոնկրետ բնագավառի հետ կապված հարցեր է բարձրացնում եւ նաեւ ինքը ներկայացնում է որևէ սոցիալական խումբ, կլինի դա Հայաստանի որևէ մարզային բնակավայր կամ օրինակ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կլինի, հաշմանդամություն ունեցող անձ կամ տարատեսակ այլ խումբ է ներկայացնում եւ ինքն էլ հետաքրքրված է իրավունքներին առնչվող տարբեր հարցերով։ Մրցութային հիմունքներով արդեն մի քանի անգամ տարբեր մասնակիցներ ենք ընտրել եւ մասնակիցը ամբողջ օրն անց է կացնում ինձ հետ եւ իմ աշխատակազմի հետ, թե մեր գրասենյակում, թե մեր այդ օրը անցկացրած բոլոր հանդիպումների շրջանակներում եւ քանի որ այս անգամ մեր ընտրած մասնակիցը Շիրակի մարզն է ներկայացնում, Առափի բնակավայրը, Սուսաննան է Փանոսյան, Ես ինքս որոշեցի Շիրակի մարզ կատարվելիք իմ աշխատանքային այցի շրջանակներում հենց իրեն ներգրավեմ ու այս ամբողջ օրը Սուսաննան ինձ հետ է անցկացնում, մենք առավոտյան եղել ենք Շիրակի մեր մարզային ստորաբաժանման գրասենյակում ու միասին տարբեր հարցեր ենք քննարկել եւ ինքը տեսել է նաեւ թե ինչպես ենք մենք կազմակերպում մեր ամենօրյա աշխատանքները, թե մարզային ստորաբաժանման գրասենյակի տեսանկյունից, թե մեր առօրյան ինչպես է, անցնում, ինչպես ենք հարցեր քննարկում, տարբեր խնդիրների անդրադարձ կատարում։ Դրանից հետո ես հանդիպում ունեի մարզպետի հետ եւ իրեն հարցրեցի, թե արդյոք դեմ չի լինի, որպեսզի ինքն էլ հանդիպմանը մասնակցի եւ երբ քննարկում էինք երեք մեր ամբողջ այս նախագիծը, կարծես թե շատ ողջավորվեց, քանի որ ինքն էլ տարբեր հարցեր ուներ, հատկապես մարզին առնչվող տարատեսակ խնդիրների հետ կապված եւ փաստացի մարզպետի հետ ինքս խոսեցի եւ որոշեցինք մի փոքր փոխել նաեւ աշխատանքային հանդիպման ձևաչափը, քանի որ սովորաբար մենք միասին ենք քննարկում, ես բարձրացնում եմ քաղաքացիների բարձրաձայնած հարցերը եւ միասին փորձում ենք հասկանալ թե ինչպես է հնարավոր դրանք լուծել ու այսօր փաստացի այդ բոլոր հարցերը ոչ թե ես բարձրաձայնեցի, այլ դրանք անձամբ Սուսաննան բարձրաձայնեց բոլոր հարցերը, այն հարցերը, որոնք իրեն են հետաքրքրում եւ կարեւորությունը կայանում է նրանում, որ փաստացի ամենը հրապարակային է ու բոլորս հետեւողական ենք լինելու, որպեսզի այդ խնդիրները ստանան իրենց լուծումները, ինչի արդյունքում առաջինը երիտասարդի ձայնը լսելի կլինի եւ ինքը փաստացի կմասնակցի որոշումների կայացման գործընթացին, քանի որ մարզային ու նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված շատ կարեւոր խնդիրներ էր բարձրաձայնում եւ հետո հնարավորություն կունենանք նաեւ բոլորս տեսնելու այդ խնդիրների լուծումը։ Տեսեք, բայց դրանք հեշտ լուծումներից չեն եկել, երեխայի տեղաշարժը, տեղափոխությունը դեպի Գյումրի կամ վաղ միսօր կրթության հարցը համազաններ չունեն այդ հնարավորությունը, չգիտեմ, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը շենքի ներսում կազմակերպելու, այսօր սրանք ինչքանով Սուսաննան կամ հաշմանդամություն ունեցող անձը վստահ լինի, որ քննարկված հարցը շուտապույտ լուծում կստանա ու որքանով հետևողական կլինենք, դուք որ այդ հարցերը ոնց որ կարգավորվեն, միայն չքննարկենք ու հետո նորից Սուսաննայի մայրիկի ոնց որ խնդիրը մնա երեխային տեղափոխելը։ Դա շարունակելով ուղղակի հարակից Սուսաննայի մայրիկն էլ ասել, պատմեցին, որ իրեն փաստորեն գրկած են տարել դպրոց, բազմաթիվ մարդիկ կան հիմա, որ հատկապես մինչև 15 տարեկաններ, ովքեր անձնական օգնական չունեն։ Ներդրվեց անձնական օգնականի ծառայությունը, բայց մինչև 15 տարեկան այսպես չի հասնում։ 15-ից մեծացնում, սա խնդիր չի, ինչ եք կարծում, շատ է ցենզը հատալկային իջեցնել, որովհետև նախ պիտի երեխան դպրոց գնա, հետո նոր դուրս գնա կամ հետո նոր քոլեջ գնա եւ քոլեջի ներսում է պիտի անձնական օգնականը
Չգիտեմ, միգուցե տրամաբանությունը փոխվի, որ նույնիսկ սովորողի անձնական օգնական, որ ներսում ապահովի տեղաշարժը, կամ նաև այլ խնդիր ունեցողներ, որ դժվարանան, չգիտեմ, պայուսակ հավաքել կամ ինչ-որ բանով օգնել իրեն ճիշտ լսել, ինչ եք կարծում, այս մասով օրենքը կատարյալ է, թե այնուամենայնիվ խնդիր կա, որ պետք է փոխվի։ Փորձեմ հերթով պատասխանել բոլոր հարցերին։ Նախ սկսեմ նրանից, որ այն, որ Սուսաննան այս ամբողջ օրն ինձ հետ է անցկացնում եւ մինչ այդ էլ մենք իր իրավունքների հետ կապված հարցերով բազմիցս զբաղվել ենք, նշանակում է, որ նա եւ իր մայրիկը միայնակ չեն եւ այն, որ նման հնարավորություն ենք տալիս այդ թվում դառնալու կարևոր սոցիալական հաղորդագրության համար պատասխանատու եւ անձ, ով հետագայում իր նախաձեռնություններով հանդես կգա իրավունքների պաշտպանության հետ կապված տարբեր հարցերով, այո, սա ցույց է տալիս, որ մենք փորձում ենք մշակույթ փոխել եւ նաեւ հաղորդագրություն փոխանցել այն առումով, որ չի կարելի այս մարդկանց թողնել միայնակ, իրենք պետք է իմանան, որ իրենք մենակ չեն եւ բոլորս համատեղ ուժերով պետք է լուծենք մեր հասարակությունում այն բազում խնդիրները, որոնք ոլորտի հետ կապված առկա են։ Միանշանակ է, որ խնդիրների մեծ մասը հեշտ լուծելի չէ եւ շատ մեծ համակարգային լուծումներ է պահանջում, որովհետեւ ակնհայտ է, որ նախ շատ երկար տարիներ ոլորտի հետ կապված ընդհանրապես պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել։ Ես ուրախ եմ, որ այս փուլում բազմաթիվ են նախաձեռնությունները եւ քաղաքականությունները ոլորտի հետ կապված, բայց նաեւ պիտի հատուկ շեշտադրեմ, որ մենք պետք է շատ համակարգային, շուտափույթ եւ պրոֆեսիոնալ մեթոդաբանություն ցուցաբերենք եւ որդեգրենք նման մեթոդաբանություն այս խնդիրները շատ արագ լուծելու համար։ Կարծում եմ Սուսաննան երկու տեսակի խնդիրներ բարձրաձայնեց, որոնց մի մասը ավելի հեշտ եւ արագ լուծումներ ենթադրող են, մյուս մասը շատ ավելի համակարգային լուծումներ են ենթադրում, եւ եթե մենք պարզապես ասենք, որ խնդիրները շատ համակարգային լուծումներ են ենթադրում եւ արագ չեն լուծվի եւ թեվաթափ լինենք, բնականաբար խնդիրները չեն լուծվի։ Մեր պատասխանատվությունն էլ կայանում է նրանում, որպեսզի բոլորս միասին թե անընդհատ բարձրաձայնենք դրան մասին, թե հիշեցնենք քաղաքականությունների մշակման եւ իրականացման պատասխանատուներին, որ այդ խնդիրները պետք է իրենց լուծումները ստանան, եւ թե բացի դրանից ամեն ինչ անենք այդ խնդիրների լուծումները արագ ձևաչափով գտնելու համար եւ կարծում եմ այսպիսի նախաձեռնությունը նաեւ շատ կարեւոր է հենց այս դիտանկյունից, հետեւաբար համակարգային եւ ոչ այդքան արագ լուծումները մենք կփորձենք գտնել հենց մեր հետեւողականության շնորհիվ, իսկ ինչ վերաբերում է ավելի հեշտ ոչ թե հեշտ, այլ ավելի շուտ լուծելի խնդիրներին, կարծում եմ մենք բոլորս ունենք բավարար հետևողականություն եւ դա ցույց ենք տվել նաեւ մեր աշխատանքով, որ կհետևենք դրա իրականացման, օրինակ նույն ճանապարհաշինության հետ կապված հարց բարձրաձայնեց, զբաղվածության ապահովման, երիտասարդների զբաղվածության ապահովման հետ կապված հարցեր բարձրաձայնվեցին, ու թե ես հատուկ շեշտադրեցի, որ կարելի է շուտափույթ լուծումներ գտնել, թե կարծես մարզային իշխանություններն էլ վերցրեցին պատասխանատվություն այդ խնդիրներին լուծումներ տալու համար ու վստահ եղեք մենք հետևողական կլինենք այդ առումով, կարծում եմ Շիրակի մարզ մեր հաջորդ այցերի ընթացքում, եթե ոչ ամենամոտակա այցերի, բայց առնվազն այցերի որոշակի մասի ընթացքում նաև կկարողանանք ցույց տալ արդյունքները ու ես հատուկ Սուսաննային ինքս շեշտադրել եմ, որ իմ գաղափարը նաև այն է, որ ինքը ստանձնի այդ նախաձեռնողականությունը եւ ինքը մասնակցի որոշումների կայացման գործընթացներին ու կարծում եմ տվել եմ նաեւ դրա հնարավորությունը, որպեսզի կարողանա ոչ թե պարզապես խնդիրները բարձրաձայնել, այլ նաեւ որոշումների կայացման գործընթացներին մասնակցել։